Առաջադրանք 365, տետրում գծեք A, MAB սուրանկյուն, B, KON ուղիղ անկյուն և G ցեգագաթով փռված անկյուն։ Սիրելի աշակերտներ, մենք գիտենք, որ անկյունները չափում են փոխադրիչի օգնությամբ։ Հիմա մենք ձեզ հետ միասին կկատարենք առաջադրանքը։ A. MAB սուրանկյունը։ Գիտենք, որ սուրանկյունը փոքր է 90 աստիճանից, հետևաբար վերցնում ենք կամայական 90 աստիճանից փոքր, սա մեր 90 աստիճանն է։ Այս է 90 աստիճանը։ Վերցնում ենք կամայական 90 աստիճանից փոքր ցանկացած անկյուն։ Սա մեր A գագաթով MAB սուրանկյունն է։ B-ն KON ուղիղ անկյունը։ Նորից գծում ենք փոխադրիչի օգնությամբ։ Իննսուն աստիճան։ Գտնում ենք 90 աստիճանը, քանի որ ուղիղ անկյունը հավասար է 90 աստիճանին։ KON։ Սա էլ մեր ուղիղ անկյունը։ Եվ G-ն ցեգագաթով փռված անկյուն։ Փռված անկյունը հավասար է 180 աստիճան։ Մեկից մի վայրկյան։ Փոխադրիչը դնում ենք ուղիղ։ Սա կենտրոնն է 180 աստիճան։ Ներողություն։ Կենտրոնն է 180 աստիճան։ Ստացվում է մի կետն էստեղ է, մյուս կետն էստեղ է։ Սա էլ մեր C գագաթը։ Գծում ենք։ Սա էլ մեր C գագաթով փռված անկյունը, որը հավասար է 180 աստիճան։ Հիշում ենք, սուրանկյունը փոքր է 90 աստիճանից զատ ցանկացած անկյուն, փոքր ցանկացած կամայական անկյուն։ Ուղիղ անկյունը հավասար է 90 աստիճանի, փռված անկյունը հավասար է 180 աստիճանի։ Բութ անկյունը մեծ է 90 աստիճանից, փոքր է 180 աստիճանից։ Առաջադրանք 366, տետրում գծեք O գագաթով որևէ բութ անկյուն։ Նախորդ առաջադրանքի մեջ մեկ անգամ ևս հիշեցինք, թե բութ անկյունը ինչի է հավասար։ Բութ անկյունը մեծ է 90 աստիճանից, բայց փոքր է 180 աստիճանից, հետևաբար գծում ենք բութ անկյուն O գագաթով ցանկացած 90 աստիճանից բարձր ցանկացած աստիճանի։ Պատկերացնենք, սա 140 աստիճան է։ Ահա 140 աստիճան։ A
ենթադրենք C, O գագաթով։ Հիմա անկյան ներսում տարեք OA և OB ճառագայթները։ Հա, քանի որ այստեղ կարող ենք D գրել, քանի որ A և B ճառագայթները պահանջվում էր։ Որպեսզի A1 և այլը չնշենք, ահա, OA անկյան ներսում և OB ճառագայթները։ Կամայական։ Անվանեք և գրեք տետրում ստացված բոլոր անկյունները։ Սա մեր A-ն, սա մեր B-ն։ Ինչ ստացվեց։ Ունեցանք O գագաթով 1, 2, 3, 4, 5, 6 և 7 անկյուն։ Հիմա նշում ենք։ Անկյուն DOC, անկյուն DOA, անկյուն DOB, անկյուն AOB, անկյուն AOC, անկյուն BOC, DOC նշեցինք 1, 2, 3, 4, 5, 6 անկյուն։ Նորից DOA, DOB, DOC, AOB, AOC, BOC անկյուններն են։ Անվանեցինք և տետրում գրեցինք։ 367. Գտեք նկարում պատկերված սուր, բութ, ուղիղ, փռված անկյունները, տվյալները գրեք աղյուսակում։ Իհարկե, ես աղյուսակում չեմ լրացնի, բայց բանավոր կասեմ, թե որ անկյունները ինչ են։ Օրինակ, AOC անկյունը սուր անկյուն է, քանի որ փոքր է 90 աստիճանից, իսկ մենք դրանք կարող ենք ստուգել փոխադրիչի միջոցով։ AOD անկյունը ուղիղ անկյուն է, քանի որ 90 աստիճան է։ DOB անկյունը ևս ուղիղ անկյուն է, իսկ AOK անկյունը բութ անկյուն է։ Մեզ մոտ գոյություն ունի նաև փռված անկյուն AOB անկյունը։ Նմանատիպ անկյուններ շատ կարող ենք գտնել, օրինակ, COD անկյունը նույնպես սուր անկյուն է, իսկ COB անկյունը մեզ մոտ բութ անկյուն է։ DOB անկյունը ուղիղ անկյուն է։ Գտեք մնացած անկյունները սուր, բութ, ուղիղ և փռված և լրացրեք աղյուսակը։ Նկար 2-ում, օրինակ, EHG անկյունը սուր անկյուն է, իսկ IGFE անկյունը բութ անկյուն է, FEH անկյունը ուղիղ անկյուն է։ Երեք 368. Նշեք տրված անկյան տեսակը։ Մենք գիտենք մի շատ հստակ սահմանում։ Այն անկյունները, որոնք փոքր են 90 աստիճանից, դրանք սուր անկյուններ են։ Այն անկյունները, որոնք մեծ են 90 աստիճանից և փոքր են 180 աստիճանից, դրանք բութ անկյուններ են։ 90 աստիճանի հավասար անկյունը կոչվում է ուղիղ անկյուն, իսկ փռված անկյունը հավասար է 180 աստիճանի։ Առաջնորդվելով դրանից նշում ենք անկյան տեսակը։ Անկյուն A-ն 92 աստիճան է, մեծ է 90-ից և փոքր է 180-ից, հետևաբար բութ անկյուն է։ Անկյուն C-ն ևս բութ անկյուն է, 140։ Անկյուն M-ը հավասար է 90 աստիճանի, հետևաբար ուղիղ անկյուն է։
Անկյուն B-ն 84 աստիճան է, փոքր է 90 աստիճանից, նշանակում է սուր անկյուն է։ Անկյուն D-ն 180 աստիճան է, նշանակում է փռված անկյուն է, և անկյուն O-ն հավասար է 65 աստիճան, նշանակում է սուր անկյուն է։ 369. Որոշեք անկյան տեսակն ու փոխադրիչի միջոցով կառուցեք անկյունը։ Անկյուն A 30 աստիճան։ Անկյունը 90 աստիճանից փոքր է, հետևաբար սուր անկյուն է։ Ես A-ն կգծեմ փոխադրիչի միջոցով, դուք մնացածը ինքնուրույն կանեք։ 30 աստիճան։ Մենք 0-ում ֆիքսում ենք գագաթը, 10, 20, 30։ Կառուցում ենք անկյունը։ Երեսուն աստիճան է։ B-ն 45 աստիճան։ Քառասունի և 50-ի մեջտեղում է 45։ Քառասուն հինգ աստիճան։ Մնացածը նույն ձևով կարող եք գրել։ 370։ Տետրում գծեք ABC, DEF և DEF սուր և MKN, MNK բութանկյուններ, անվանեք այդ անկյունների գագաթները, չափեք և գրեք մեծությունները։ Կամայականորեն գծում ենք երկու սուր անկյուն ABC և DEF։ 90-ից փոքր ցանկացած թիվ ենք վերցնում։ ABC, քանի աստիճան էր, պետք է նաև չափենք, թե քանի աստիճան է։ Մեզ մոտ 70 աստիճան է ABC անկյունը։ DEF չափում ենք 50 աստիճան է։ DEF և MNK բութանկյունը։ Բութանկյունը, ինչպես արդեն գիտենք, 90 աստիճանից մեծ և 180-ից փոքր անկյուն է։ Ցանկացած, այստեղ։ MNK 120 աստիճան է։ MNK Հաջորդ պահանջը, անվանեք այդ անկյունների գագաթները, չափեք և գրեք մեծությունները։ Մենք չափեցինք, մեծությունները գրեցինք, սա մեզ մոտ 370 առաջադրանքն է։
A, C, B անկյան գագաթը C-ն է, D, F, E անկյան գագաթը Y-ն է, M, N, K անկյան գագաթը N-ն է։ Խնդրեմ։ Հարգելի աշակերտներ, կարևոր չէ անպայման նույն չափումներն անեք, ինչ որ ես եմ արել, ես ընդամենը ձեզ օրինակներ եմ ցույց տվել, դուք կարող եք մինչև 90-ը, 0-ից մինչև 90-ը ցանկացած անկյուն կազմել, եթե սուր եք կազմում, 90-ից մինչև 180-ը, 100 մինչև 180-ը կարող եք կազմել բութ անկյուններ, պարտադիր չի հենց անմիջապես գրեք այն անկյունները, որոնք ես եմ կազմել։